Որն է աններելի մեղքը։ Նոր կտակարանում Հիսուսը ասում է մի ծանր խոսք։ Մարկոսի ավետարանի 3-րդ գլխում նա հայտարարում է. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին որքան էլ հայհոյեն, ամեն մեղք եւ հայհոյանք կներվի, բայց ով հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ հավիտենական մեղքով հանցավոր կմնա։ Շատ մարդիկ վախենում են այս խոսքից եւ հարցնում են. իսկ ի՞նչ է Սուրբ Հոգու հայհոյությունը։ Պատասխանը հասկանալու համար պետք է նայել, թե ինչ իրավիճակում Հիսուսը ասաց այս խոսքերը։ Նա բժշկում էր մարդկանց եւ հրաշքներ էր գործում Սուրբ Հոգու զորությամբ, բայց որոշ փարիսեցիներ, թեև տեսնում են այդ հրաշքները, գիտակցաբար ասում են, որ դրանք ոչ թե Աստծո զորությամբ են, այլ գալիս են չար ոգուց, Բեհզեբուից։ Այսինքն նրանք գիտեն ճշմարտությունը, բայց գիտակցաբար մերժում էին այն։ Նրանք գիտեն, որ դա Աստծո զորությունն է, բայց էգոիզմից եւ հպարտությունից դրդված դա վերագրում են սատանային։ Եկեղեցու այրերը բացատրում են, որ Սուրբ Հոգու հայհոյությունը պարզապես պարզ վիրավորական խոսք չէ։ Այն մարդու կարծրացած սիրտն է, երբ նա գիտակցաբար մերժում է Սուրբ Հոգու ճշմարտությունը եւ հրաժարվում է ապաշխարել։ Քանի դեռ մարդը ցանկանում է ապաշխարել, Աստծո ներողամտությունը բաց է նրա համար։ Բայց եթե մարդը գիտակցաբար եւ համառորեն մերժում է ճշմարտությունը, նա ինքն է փակվում Աստծո շնորհից։ Ուստի աններելի մեղքը ոչ թե մեկ սխալ խոսք է, այլ գիտակցված մերժումը եւ ապաշխարելուց հրաժարվելը։ Եվ հենց դա է Սուրբ Հոգու հայհոյության իրական իմաստը։